Եվ մենք շատ թեմաներ ունենք, բայց քանի որ ուրբաթ-օրը հանդիպել ենք, սա էլ ասեմ, ուրեմն ԵՄ արտգործնախարարներն այսօր հաստատեցին Հայաստանի Հանրապետություն նոր քաղաքացիական առաքելության մեկնարկը, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորումների դեմ, հայտնում է Ազատությունը, ինչ եք ասում։ Ուրեմն հիբրիդային պատերազմ մղով Եվրոպան, որ արդեն 30 տարուց ավելի է հավաքական արևմուտքը հիբրիդային պատերազմ է մղում հայ ժողովրդի դեմ, հիմա վերջին տարիներին եւ հիմա հատկապես հիբրիդային պատերազմ է մղում ֆինանսավորելով Նիկոլ Փաշինյանին են անձին, որ տվել է մեր հայրենիքը տալիս է, բոլոր առումներով եւ լրատվամիջոցներին եւ Նիկոլի թիմին անում է, հիբրիդային պատերազմ է մղում գալ եւ հայտարարել, որ պաշտպանում են Նիկոլին եւ այս թիմին, իմիջիայլոց դա արել է Թուրքիան, դա արել է Ադրբեջանը, արել է եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ եւ դա արել է Միացյալ Նահանգների փոխնախագահը եկավ այստեղ եւ հայտարարեց ակնհայտ է որ այս ամենը Ռուսաստանի Դաշնության դեմ է փաստորեն իրենց ամեն ինչ կարելի է այս բոլորին Թուրքիային կարելի է դա հիբրիդային չի Ադրբեջանին կարելի է դա Եվրոպային կարելի ու կարելի է իրանք այդպես է հիմա որ ասենք 13 դատական գործկային վրա այդ Եվրոպային չի ուզում այս ժամանակ որ մի հատ քամի էր իմ կողքով անցնում դեսպան առավոտը զանգում են ես գիտեք չէ Միացյալ Նահանգներ Եվրոպայի, ով է այս բան ասում, այն ժամանակ պետք էր։ Հիմա չէ, այդպիսի բան չկա։ Հիմա եթե դու ասում ես դու եկել ես հիբրիդային պատերազմ ես մղում, մեզ տանում ես Թուրքի բերան, Թուրքիայի երախ ես մեզ գցում Եվրոպա։ Ու լավա որ այն խեղկատակը այնտեղից հայտարարում է, ասում մենք ձեզ համար ոչինչ չենք անելու Մակրոնը։ Միակ նորմալ մարդն է, չէ՞ ոնց որ դու ասեց, որ դուք ձեր գլխին բան պայթի, մենք բան չենք անելու։ Ես խնդրում եմ սրա մասին խոսել եւ ասեմ, որ ընդդիմությունն էլ բացառություն, ես իսկապես դա ասում եմ, որ sense շատ ռադիկալ հստակ սրա մասին խոսում են, ոչ թե նրա համար որ այս պահին եկավ պարոն Բագրատյանը, ես եթերում բազմից եմ ասել։ Ես կարող եմ 4-5 անուն նշել, որ չեն զլանում եւ դրա մասին խոսում են, որ այսօր իրենք հիբրիդային պատերազմ են մղում մեր դեմ, բայց որ մենք պաշտպանված ենք եւ բազաներով, անվտանգային մի շարք հարցերով Ռուսաստանի Դաշնության կողմից ակնհայտ այս Ռուսաստանի Դաշնության դեմ է այս ամեն ինչը եւ թիրախավորած եթե մեկն էլ մի բան ասում է ընդդիմադիր Նիկոլին բան ասում կակեբ է բան են գտել էլի ասելու խնդրեմ սրա մասին ես այդ հիբրիդային պատերազմի մասին ես կապես ուզում եմ անընդհատ կրկնելու եմ ես հիբրիդ բառը խառնուրդ է նշանակում հետեւաբար խառնուրդ ինչի տակ պատերազմը այսքան ռազմական գործողություններ եւ սառը պատերազմը տեղեկատվական եւ տնտեսական ես հիմա ձևակերպում ասեմ Հիբրիդային պատերազմը հակամարտության համալիր տեսակ է, որը համատեղում է բացահայտ ռազմական գործողությունները ոչ ռազմական մեթոդների հետ, կիբերհարձակումներ, ապատեղեկատվություն, տնտեսական ճնշում եւ ոչ կանոնավոր ռազմական ուժերի կիրառում։ Հիմա հարց. Ռուսաստան մեր դեմ ռազմական ուժ է կիրառել 1991 թվականից սկսած անկախության հռչակումից։ Չկա այդպիսի բան։ Մեր դեմ որ երկիրն են տակ պատերազմ մղել։ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ինչ հարցում են Թուրքիան ինչպես 1993 թվականին Հայաստանի շրջափակումը տնտեսական դա պատերազմի իրականացման էլեմենտ է, այդպես է գնահատվում։ Եվ հիմա մեր դեմ տեղեկատվական, տնտեսական, կիբերհարձակումներ, ապատեղեկատվություն կիրառում է Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց դաշնակիցները, ահավասիկ է դաշնակիցների թվում նաեւ Եվրամիությունն է կամ ավելի շուտ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՆԱՏՕ-ն, ինչու, որտեղ նույնիսկ այսօրվա պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պայմանագրային առումով հանձնում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը։ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ն մղում է պատերազմ Ուկրաինայի տարածքում։ Ու շատ բնական է, որ Հայաստանին եւս պիտի ներքաշի եւ Հայաստանը եւս թիրախավորվի։ Այսինքն իրականում հիբրիդային պատերազմ մղվում է Հայաստանի դեմ Ադրբեջանով, Թուրքիայով եւ իրենց դաշնակիցներով։ Ոչ ավել, ոչ պակաս։ Որտեղ ով ասում է Ռուսաստան, առաջին հարցն է տալիս։ Ռուսաստանը 1991 թվականից սկսած Հայաստանի դեմ երբևէ ռազմական գործողություն, բացահայտ կամ թաքուն, ասենք պարտիզանական, ահաբեկչական գործողություն արել է։ Վերջերս մի հաղորդման էի, ես ես որ խոսում էի, ինձ հակադարձեց, ասեց կալցո օպերացիան։ Հա, ասի հրաշալի է, բայց ասի ես հակադարձեմ այլ բան։ 1992-93 թվականներին Թուրքիայի երրորդ դաշտային բանակը, որի մարտական խնդիրն է Հայաստանը եւ Վրաստանը գրավել, 4-րդ եւ 9-րդ բանակային կորպուսները առանցին
ուրեմն 9-րդ կորպուսը մեր դեմ է աշխատում։ 3 անգամ փորձ արվեց զինված ձևով անցնել Արաքսը, մտնել Հայաստան։ 1992 թվական մայիս 20, 1993 թվական հուլիս, 1993 թվական հոկտեմբեր։ Հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ամբողջ զորքերը բերել էր լրիվ մարտական պատրաստության, ժողովրդի լեզվով ասած թիվ 1-ի։ Եվ 3 դեպքերում էլ Թուրքիան Հայաստանի վրա չհարձակվեց զինված ուժերով, որտեղ Ռուսաստանը կեցված դրսերով, ընդ որում վերջին անգամ միջուկային հարված հասցնելու սպառնալիքով Թուրքիային, Շապշնիկով, Բուրբուլիսը, Շապշնիկով եւ Գրաչով, 3 տարբեր 91 թիվ ինձ հակադարձեցին, ես հետո ասի հարգելիս, կայացու օպերացիան դա Ռուսաստանը չէր, խորհրդային միությունն էր, այո։ Ինչեւ հիմա ինչի համար եմ ասում, այսինքն 1991 թվականից առ այսօր մեր դեմ Թուրքիան 3 անգամ փորձ արել զինված, ուրեմն Թասու Չիլեր վարչապետի ժամանակ վերջին անգամ, որ մեր դեմ զորք մտնի Հայաստան։ Եվ եթե Ռուսաստանում իշխանափոխությունը հաջողվեր են ժամանակ Խազբուլատովի առաջնորդությամբ կար պայմանավորվածություն Խազբուլատով Թանսու Չիլեր, որ Թուրքիան այստեղ կոնկրետ կարող է միջամտել 93-ին, որտեղ մենք ունենք ռազմական հաջողություններ, Քելբաջարի օպերացիա եւ այլն։ Հիմա այս բոլորին չեմ ասում։ Այսինքն նա ով ասում է հիբրիդային պատերազմ մեր դեմ անունը տալիս է թե չի տալիս ակնարկելով Ռուսաստանը, առնվազն մեղմ ասեմ տգիտությունը, եթե ուրիշ բան չասեմ, մեր դեմ նորից եմ կրկնում փաստարկված հիմնավոր հիբրիդային պատերազմ մղել է Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց դաշնակիցները, վերջ, առ այսօր էլ մղում են։ Հայաստանը, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի էներգետիկ համակարգի մի էլեմենտը դառնա, այդ տնտեսական էքսպանսիա է, տնտեսությունը փորձում է էներգետիկ համակարգով վերցնել, կոմունիկացիաները վերցնել, ատոմակայանը փակել, մեր էներգետիկ ինքնիշխանության 30-40% ատոմականն է տալիս, ճանապարհները վերցնել, ռուսական գազից կտրել, նստացնել թուրքական գազի եւ վինտիլի վրա, փականի վրա ցանկացած բային բացի ու փակի, երկաթուղին վերցնել, որը առաջին հերթին տնտեսական չի, դա ռազմական նշանակություն ունեցող ուրեմն բանա, գործիք է։ Եվ Ռուսաստանի կեցված շատ կոշտեր է տառնով երկաթուղու Օվերչուկը հաջորդ օրը Պուտին Փաշինյան հանդիպումից հետո։ Այսինքն իրականում մեր դեմ այսօր պատերազմ են մղում, ոչ տակ գետնի վրա չկա, Ադրբեջանը, Թուրքիան, տնտեսական եւ տեղեկատվական, որը կոչվում է սառը պատերազմ։ Եվ Եվրոպան իրենց դաշնակիցն է, ահավասի։ Որտեվ հիմա իմիջայլոց չի բացառում այսպես ինֆորմացիա կա, որ հնարավոր է ընտրություններից առաջ նախ թեթևի բռնած, այսպես գան էստեղ հայտարարեն, մենք այս իշխանություններին աջակցում ենք եւ մի հատ այսպեսի ժեստ անեն, որ բանը մենք հիմա մի փոքր կազատականացնենք եւ կգնաք դուք Եվրոպա բան։ Իմիջայլոց այստեղ մեր նախկին բանախոսներից մեկը ճիշտ է, ասես մի հատ այդ թող շուտ անեն, այս ժողովուրդը մի հատ շուտ գնա, ու շուտ իաստաֆի հետ գա։ Չէ՞ որ այս տպավորությունը, որ հեսա դուք հենց գնացի բանը տուրիստ եվրոպական գնացիր այնտեղ ապրելու, այդ ճանապարհը, հիմա էլ ոնց որ թե խնդրեմ չի, ով ուզում է գնում գալիս է։ Բայց դա հեսա մի հատ այն բանով կներկայացնեն, որ այդ դռները Նիկոլը բացել է ձեր առջև։ Մենք էլ եկել ենք եվրոպացիներ գնացեք ընտրություններին, այս սա է կոչում հիբրիդային պատերազմ։ Այն մեկ էլ մի հատ 17 միլիոն տվեցին, մի հատ 15 միլիոն տվեցին, ինչի համար է հակառուսական քարոզչություն, մեծ հաշվով ինչ քարոզչություն է, հակահայկական քարոզչություն է, որտեղ քո անվտանգության երաշխավորը որ այստեղից դուրս է գալի իր գազով, նավթով ինչ ես անում, սատկած վիճակում ես հայտնվում, ասես թուրքեր կտակ, բա ասма ոչ չեմ տա։ Նենց սիրով կտա, մի հատ դռները կբացեմ քո փչացած լոլիկ ու ինչ կա բեր։ Մի երկու ամիս կտանեն։ Վրաստանին 440 դոլար կտանի գազը։ Ահա։ Վրաստանին Ահա։ Ահա, արդեն թանկա, չէ՞։ Չէ, բայց այդ Վրաստանի դա գազից մասնից է։ Չէ, բայց հո մեր Պարոն Բագրատյան, բայց որ իրանք խնդիր չունեն մեզ գազ տալու, իրանք խնդիր չունեն Հայաստան չլինի։ Երկու ամիս հետո ինչ են անելու մեզ հետ։ Հայ ժողովրդին ասեք, որ գազ չի։ Հա, ու չունեն էլ։ Ես դե չգիտեմ, պարոն Բագրատյանը բնականաբար փայլոտ իրապես, այո։ Այդ կարևոր թեմա է։ Վերջի կուբամետրը Եվրոպա։ Խնդրեմ, այնպես չի որ ունեն։ Չէ, բայց մի երկու ամիս կխափեն, կասի վրացիներ քեզ չտամ, հայերին տամ։ Հա, այդ կտա հետո կասի վերջացավ։ Արցախի ճակատագիրը հիշում եք, թե մոռացաք արցախցիների։ Հիմա ես Եվրոպայի պահով, Անժելա, ուղղակի պարոն Բագրատյանը եկել է, ես Եվրոպայի պահով մի բան ասեմ, հարգելի մեր երկրի քաղաքացիներ, հիշեք մի պարզ ճշմարտություն։ Արցախը հայաթափվեց
Եվրոպայի Եվրախորհրդանի նախագահ Շարլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, սա հիշեք, գաղթական, փախստական, ցեղասպանություն, հայնազրկում, նոյ նահապետից մինչև 2023 թվականը այդտեղ հայերը ապրել են։ Նույնը եղավ Ֆրանսիան Կիլիկիայի հետ, երբ պրոտեկտորատի ներքո էր որպես Կիլիկիայի հայությունը 400,000 հայություն 1921 թվականին նվեր տրվեց Թուրքիային պայմանների։ Լիբանանին նայեք ինչ է կանում, էլի Ֆրանսիայի հովանուտակ չի, ինչ օրն են գցել Լիբանանը։ Ինչ է անում Ֆրանսիան։ Եվ այդ առումով Ֆրանսիայի հովանուտակա չէ։ Եվ այդ առումով չի կարելի, մի արեք, մենք դատապարտում ենք։ Այդ առումով ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ իմանա։ Եվ Ռուսաստան Դաշնության նախագահը, երբ Փաշինյանը հանդիպան ժամանակ այդ ասեց, դա 22 թիվ Պրահա, հոկտեմբերի 6։ Եթե չստորագրվեր, ինձ ասում են ինչու է գնահատում։ Ասում եմ նորից շատ պարզ։ Պատերազմ 44 օրյա եղավ, որտեղ Ալիևը կարողացավ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորել, համոզել, որ Հայաստանի օրվա իշխանությունները բանակցությունները մցել են փակուղի, Հայաստանի վարչապետ կոչեցյալը հրապարակավ Արցախում հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, այսինքն դա այլ բանակցությունների իմաստը որն է։ Եվ ես կարծում եմ, այն գործողությունները, որ սկսեց, իր գոնե հարային դաշտում եւ տարածաշրջանում շարունակող պետությունների գերտերությունների մոտ ինքը հիմնավորում էր, որ դա միջազգային իրավունքով արդարացված կռիվ է, որտեղ ինքը ազատագրում է 7 շրջանները, իր պետության տարածքի 7 շրջաններ։ Արցախի մասին անգամ խոսք չկար, բայց իր նպատակը Ալիևի Արցախը վերցնելն էր։ Հիմա Արցախը չեղավ եւ խոչընդոտ 44 օրից հետո 4 երրակոմ ստորագրվեց, որը միջոց էր, գործիք էր, որ հայ-ադրբեջանական թնջուկը եւ Արցախի հարցը լուծվի բանակցություններով։ Ալիևին հնարավորություն չէր տրվել ռազմական գործողություն սկսել։ Ով տվեց։ Փաշինյանը, Շարլ Միշելը, Մակրոնը, ինչպես որ պայն Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, այդտեղ զինված բոլոր խմբավորումները դարձան Ադրբեջանի պետության տարածքում գտնվող անօրինական ահաբեկչական խմբավորումներ, եւ երբ որ Ալիևը սկսեց այդ գործը, եւ այսօր մեր Արցախի ղեկավարությունը, որ դատվում է Բաքվում, չի դիտվում որպես ռազմագերի, որի վրա միջազգային շատ իրավունքներ աշխատում, դիտվում է որպես ահաբեկիչ, որտեղ 23 թվականի սեպտեմբերի 2 օրվա ռազմական բախումը Ադրբեջանը հիմնավորեց որակեց որպես հակահաբեկչական գործողություն։ Եվ այս գործի իրական պատասխանատուն ամսի 4-ին 5-ին գալու է Հայաստան։ Հայ ժողովուրդ, իմացեք։ Խնդրեմ, ինչ ասես պարոն Բագրատյանը, քանի որ վատ է լսում, խնդրեմ փոխանցեք։ Ուրեմն Ֆրանսիան ունի իր շահերը, այդ երկրի ղեկավարությունը սպասարկում է իր շահերը։ Եվ այդ շահերի տրամաբանությամբ է գազի, քանի որ Ֆրանսիան 80% իր հոսանքը ստանում է ատոմակայաններից, իսկ հիմա Աֆրիկայից դուրս մղվելուց հետո ինքը ուրանի խնդիր ունի, ինքը ձգտում է նաև իր կորուստները փոխհատուցել գազով, նավթով, միջերկրական ծով Կիպրոս տարածք, որտեղ Թուրքիայի տարածքն է, նաև ջրերը, վիճելի տարածք է։ Հիմա ինչ է կարծում, Ֆրանսիային կյանքի համար, գոյության համար շատ կարևոր է այդ տարածքներում գազի նավթի արդյունահանման իրավունք տրվի, իրավունք տրվողը Թուրքիան է, իսկ գինը որն է լինելու Հայաստանը։ Վերջ։ Սա է, ահա թե ինչու է Ֆրանսիայի իշխանությունը ամեն ինչ անում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները վերարտադրվեն։ Քնում, զարթում են, բանակ են վերազինում, խորհրդականներ են գալիս, տարբեր ձևերով եւ այլն։ Ինչպես Կիլիկիան հիշեք, Ֆրանսիան զոհաբերեց 1921-ին։ Լիբանանը տես ինչ են անում։ Լիբանանը 22 թիվ հոկտեմբերի 6 Պրահա, Արցախը հիմա էլ Հայաստանն է դրում զարսեղան։ Հայրենակիցներ, ձեզ նորից մոլորեցնելու են, շատ շուտով գալու են եւ այդ ամեն ինչը Այդ ամեն ինչով փորձելու են կերակրել ձեզ, խաբել ձեզ, որ տեսեք, ով ասեց, որ սահման չունի Եվրոպայի հետ։ Ինքը նենց ինքնավստահությամբ կնայի ձեր աչքերի մեջ կասի, ձեզ խաբել են կասի, Եվրոպայի հետ Հայաստանը սահման ունի։ Ուղղակի դուք չգիտեք, այս սահմանը, չէ, կասկածում եք, որ կանի Նիկոլը։ Հայաստանը կդառնա Թուրքիա, դե քանի որ պարոն Բագրատյանը տաղանդավոր է, մի անգամից գտավ, այո։ Կդարձնի Թուրքիա ու կասի, ես էլ ձեզ այդ ճանապարհ